Նախագահ Վահագն Խաչատուրյան շնորհավորական ուղեր ցղած է Ավետմանդոնին մայրության եւ գեղեցկության օրվան առիթով մասնավորապես ըսված է 7 ապրիլը մեզի համար ոչ միայն դոն է, այլ նաեւ շնորհակալության օր ցեր կանանց եւ մայրերուն նկատմամբ ցեր սերը հոգատարությունը ցեր զորությունը թե ընտանիք են ներս թե հասարակական կյանքին մեջ մեր պետության ամրության եւ ներդաշնակության հիմքերեն են մեր ինքնության գերդվածքին մեջ նույնպես մայրական գերբար առանձնահատուկ տեղ ունի մենք մայր կանվանենք մեր հայրենիքը մեր լեզուն մեր քաղաքը որովհետեւ մայրն է որ կբերե կյանք արմատ շարունակություն ըսված է նախագահ Խաչատուրյանի ուղերձին մեջ Մագի մեջ Հայաստանի մշտական ներկայացուցիչի պաշտոնավարման ժամկետի ավարտի գաբակցությամբ տեսփան Մհեր Գրիգորյան հանդիպում ունեցավ Մագի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ։ Հանդիպան Հայաստանի տեսփանը կարևոր նկատած է միջազգային հարաբերություններուն ներկայիս բարդ ժամանակահատվածին մեջ Մագի թերագադարությունը եւ գլխավոր քարտուղարին առաջնորդությունը։ Մագի մեջ Հայաստանի ներկայացուցիչներն գահիտնեն, որ հանդիպման ընդգծված է բազմագոմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը, միդված խաղաղության, մարդու իրավունքներու պաշտպանության եւ գայուն զարգացման խթանման խարսխված արդարության եւ համերաշխության վրա Մհեր Մարգարյան Մագի մեջ Հայաստանի ներկայացուցիչն է 2018 թվականին Իրանի արտաքին գործ նախարար Աբբաս Արաքչին հայտարարած է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը թերբանակցություններ չեն վարած, մենք արտահայտած ենք մեր տեսակետը, ուստի հավատարիմ ենք դիվանագիտության եւ բանակցություններ ուղիին, բայց միայն անուղագի, ըսած է Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության տված հարցազրույցին մեջ։ Արաքչիին խոսքով Միացյալ Նահանգները միայն կրնա երազել Իրանի հետ գործարք կնքելու մասին, ինչպիսին կնքված էր 2003 թվականին։ Ամերիկայի ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քեյվին Հասեթ հայտարարած է, որ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսադուրքերը չեն վնասել ամերիկացի սպառողներուն, ինչպես կբնթեն քննադատները։ Հասեթի խոսքով մաքսադուրքերու փերը հիմնական կգրեն այն երկիրները, որոնք արդեն իսկ սկսած են բանակցություններու առաջարկներ ներկայացնել Վաշինգտոնին։ Անոր տվյալներով ավելի քան 50 երկիր դիմաց է նախագահային մաքսադուրքերու շուրջ բանակցելու համար։ Թրամփ չորեքշաբթի հայտարարած էր համընդհանուր 10% մաքսադուրքի մասին բոլոր ներմուծումներու համար, ինչպես նաև սահմանած էր մաքսադուրքեր որոշ երկիրները ներգրվող ապրանքներու վրա։ Այս քայլը շուկաներու մեջ անգում պատճառեց, իսկ շարք մի երկիրներ ալ պատասխան մաքսադուրքեր սահմանեցին։ Անտիմատիրներու տնտեսակետները ահազանգած են դաշնակիցներուն հետ հարաբերություններու վատ տարածման մասին, նոր սագակիներ ուժի մեջ մտած են շաբաթ օր, իսկ որոշ երկիրներու նկատմամբ հատուկ մաքսադուրքեր պիտի կործեն չորեքշաբթի օրվանե։ Իսրայելի ուժերը ընդլայնած են օդային եւ ցամաքային հարձակումները Գազայի հատվածին վրա 24 ժամվան ընթացքին զոհված է առնվազն 46 պաղեստինցի։ Վերսկսված հարձակումը արդեն 20-րդ օրն է, որ կշարունակվի։ Գիրագի օր Al Jazeera-ի հաղորդման Իսրայելի ռազմական ինքնաթիռներու անօթաչու սարքերը ռմբագոծած են Գազայի հարավը գտնվող տարածքները։ Միայն Խան Յունիսի մեջ սպանված է առնվազն 19 պաղեստինցի, ադոնց մեջ լալով երեխաներ եւ կանայք։ Իշխանությունները հայտնած են, որ զոհերու թիվը կրնա աճիլ։ Վատիկան Նյուզը կդեղեկացնե, որ Հռոմի Փափը Սուրբ Պետրոս հրաբարագի մեջ զետեղված ամբիոնեն բادرակիչ Քերաբայձարին հետ միասին բոլոր ներկաներուն շնորհած է իր արաքելական օրհնությունը, ապա դգար փայծստակ ցայնով բոլորին մաղթած է Փարի Գիրագի։ Փարի Գիրագի բոլորիդ եւ շնորհակալություն ըսած է Սրբազան Փափը եւ հասկանալով, որ իր առաջին ողջունի խոսքը լսելի չէ եղած բոլորին, անգամ եւս կրկնած է իր ողջույնը, միջ հրաբարագի մեջ գտնվող հազարավոր հավատացյալները հուզումնալի ծափարությամբ ընկալած են քահանայապետն ու անոր ողջույնի խոսքերը։ Այս առաջին անգամն էր, որ նորին սրբությունը փետրվար 14-ին հետո հայտնվեցավ Սուրբ Պետրոս հրաբարագի մեջ եւ խոսքը ուղեց հավատացյալներուն։ Հռոմի Ֆրանսիս Փափը 88 տարեկան է։ Ցեզի հետ էր Անի Զեյթունցյանը։